Ձեր կարծիքով մեր երկրում այսօր վախի մթնոլորտ կա։ Ոչ, Մարդիկ Իսկ- կարող են ազատ իհարկե կարող են ազատ միանշանակ, եթե չեն գնում օրենքին հանդիման, չեն վիրավորում, ընդ որում վիրավորից հետո պատասխանը ստանում են ավելի մեղմ, ոչ մի վախի մթնոլորտ չկա։ Ես եկել եմ Եվրոպայից, մի քանի օր առաջ, ապրում եմ արտերկրում։ Մեր Հայաստանի նման երկիր չկա ու հետագայում Հայաստանը լինելու է որպես մի փոքրիկ Շվեյցարիայի նման երկիր, հարուստ, խաղաղ, իմ կարծիքով եւ բարգավաճ։ Քարոզ արշավի ընթացքին հետևել եք Հայաստանում։ Այո, Մենք մի դեպք ունեցանք, երբ որ քաղաքացին մոտեցել էր Նիկոլ Փաշինյանին, քննադատում էր Արցախի հարցում եւ այո, եւ այնպես ստացվեց, կալանավորվեց, 3 ազատ արձակվեց, բայց մարդը զուտ իր կարծիքն ասելու համար կալանավորվեց։ Դուք ինչպես եք համարում սա խոսքի ազատ արտահայտման խնդիր չի։ այն մթնոլորտը, որը որ տեղի էր ունենում այդ պահին, այդ ճնշումները, որը որ կատարվում էր Հայաստանի վրա, հայ ժողովրդի եւ անձինս վարչապետի վրա, դրսից ընդ որում, այն նյարդերը, որը որ հասել էին իր գագաթնակետին, այդ պահին մոտենալ ինձ թվում է նյարդերը տեղի տվեցին վարչապետի, իմ կարծիքով ինքս երևույթին միտեղ փոշմանել, ընդ որում տեղեկություն կար, որ նախորոք նա իր Facebook-յան, թե չգիտեմ որ ալիքում գրել էր, որ որտեղ բմբլելու եմ, թե ինչ եմ անում։ Չեմ չէր գրել, դուրս էր եկել, գրել էր, ասել մեր արուն միսը կերավ, ելնենք, մեր հարցերը ուղենք էլի, այս տրամաբանությամբ։ Բռնելու եմ, չէ, ասել էր Չէ, ասել էր, ասեք որտեղ է գնամ բմբուլների տամ կան, թե բմբլանան։ Գիտեք ինչ։ Կան, չէ, որ բանակցությունները ասում են գնանք բանակցենք, մեր տեսակետը տանք, բմբուլները քամուն տանք, դա բռնության։ Գիտեք ինչ։ Վարչապետ, որ անվտանգությունով Սուբարդինացիան միշտ պետք է լինի։ Լավն է, վատն է այսօր, դա մերն է, մեր երկրի դեմքն է։ Թող ավելի լավը գա, թող ավելի նոր գաղափարներով եւ այլն, խնդրեմ ժողովրդին ինձ թվում է կընտրի, բայց եթե ինձ հարցնում եք ում մեջ պետք է ընտրել, եկեք տեսնենք ինչ կատարվեց։ Կային Ռուսաստանից սողոսկած ստեղ, որպես ագենտուրա, որպես դեսանտ, նաև տվյալները, որ FSB-ի աշխատողներ եկել են այստեղ, ուզում են վերցնել իշխանություն, որ ինչ անեն։ Վերցնեին, չէին վերցնի։ Չէ, եթե ժողովուրդը միասնականայի, ոնց որ հիմա, դեպետ պարակտված է, որտեղ միլիոնավոր դոլարներ է մտել, իսկ ցավոք սրտի մեր ժողովրդի մեջ հələ որ կա այդ պահը, այդ կաշառքը վերցնելու, կան իհարկե ազնիվ մարդիկ, ովքեր մտածում են, որ այ ինքը բիզնեսմենն է, տվյալ անձնավորությունը, ասեք։ Տարօրինակ չի, որ հակակոռուպցիոնը ամեն օր, հայտարարում էր, որ կաշառք է եղել, նշում էր կոնկրետ ընդդիմադիր ուժի, բայց իշխանության կողմից, երբ որ մենք ունենք դրվագներ, երբ որ իշխանության ներկայացուցիչները վրա երթ են ենթարկում մեկ այլ ընդդիմադիր քաղաքական ուժի ակտիվին ու մնում են անպատասխան։ Վրա երթի ավտոմեքենայով։ Այս վերջերս է եղել, ամենայն ազնվությամբ ես չգիտեմ, չեմ առաջի անգամ եմ ձեզանից լսում, դրա համար գնահատական չեմ կարող տալ, չէ, արդարությունը պետք է լինի բոլորի համար, անկախ նրանից նա իշխանական իշխանություն ներկայացնող անձնավորություն է, թե ընդդիմադիր, սխալ է, արդարությունը պետք է լինի, բայց մինչև այդ արդարությանը գալը, ամենայն ազնվությամբ եմ ձեզ ասում, այն ուժերը, այն մարդիկ, ովքեր որ ուզում են Հայաստանին տանեն հետ, հասկանում եք բոլոր նորմալ երկրները ինչ ծրագիր պետք է ունենան, առաջընթացի, բարգավաճության եւ այլն։ Այդ թեզերը 300,000 թուրք, 800,000 միլիոն չգիտեմ ինչ։ Ալիևը չի հերքում, էլի, հենց նույնը ինքն է հայտարարում ընտրությունից առաջ։ Կներեք, Ալիևը շատ բան կար ասի։ Ախր դուք ցավոք սրտի, այո, բայց ցավոք սրտի պետք է ասեմ, որ վերջին տարիներին ցավոք սրտի Ալիևն ինչ ասել է, այդպես էլ կատարվել է։ Գիտեք ինչ կա, ուրեմն տվյալ պահին անցած պատերազմի հետ կապված մենք պարտված էինք, բայց փառք Աստծո, հարցեր են տալիս, ինչ այդքան գումար եք վերցրել 8 միլիարդ բան։ Ես այդտեղ չեմ եղել այդ պարադի շքերթի ժամանակ, բայց բոլոր տվյալներով մի արտակարգ պատկերացնում եք այն երկիրը, որը որ ուներ շատ ներողություն կանսերվի բանկաներով էր։
Այսօր զենք է մատակարարում, զենք է վաճառում ուրիշ երկրներին 4 գումար, 4 փողով, 4 վալյուտայով։ Շատ լավ, բայց 22 թվականից Հայաստանի ինքնիշխան տարածքից մոտ 200 կիլոմետր Երևանի մոտ Երևանի տարածքի չափ օկուպացված է։ Ասեմ ձեզ, ճիշտ է, համաձայն եմ ձեզ հետ։ Բայց նաև եկեք ընդունենք, որ ամենայն անհնարին է դա օկուպացված մնա, անհնարին է, որովհետև երբ որ կլինի արդեն պետք է հանդարտվի, հասկանում եք, չեմ ասում դուք կոնկրետ դուք ուզում եք միանգամից ամեն ինչ ու հենց հիմա, այդպես չի լինում։ Նամանավան մարդիկ իրանց ընտանիքը չեն կարողանում ղեկավարեն։ Մի ղեկավար է, որի ժողովրդի կեսը էլ դրսից դեսանտ, այսքան տարի եղել է ռուսի լծի տակ, այսքան տարի։ Իսկ այդ Ղարաբաղի հարցը, այդ ամեն ինչը եթե մենք խորանանք մի հատ հասկանանք լետ ոնց եղավ որ այդ ամեն ինչը տես գնաց ով բերեց Թուրքին Ղարաբաղ ես եմ բերե համատեղով էր մոնիտորինգ անցկացնում ասեմ ձեզ ես հավատացած եմ որ Ալիևը չի կարել ոչ մի բան անի երկու բանի համար նախ եւ առաջ ինքը տեսավ թե ինչ ձևի Հայաստան հզորանում է արդեն ռուսացմա պոեստ ու շոլ դելիմիտացիայի դեմարկացիայի ժամանակ Ես հավատացած եմ, որ նրանք իրանց զորքերը հետ կքաշեն, իսկ ինչ որ ասեմ էլի թեզեր, որը որ դուք կարող եք հարց տաք, որ ասում են հանդիմությունը ասում է մոռանալ է տալիս, վերինքնությունը, ով է ասում տես բան, ով ասում։ Իմ պապերը իգդիրցի են, իգդիր այսօր Թուրքիայում է գտնվում։ Ով ինձ կարա ստիպի ես մոռանամ, որ ես իգդիրցի եմ։ Ես մոռանամ, որ այդ պատմական մեր հողերն են։ Պահանջատիրությունից հրաժարվել պետական մակարդակով դա չի։ Դուք մի բան չէ պահանջատիրությունից այս պահին պետք է հրաժարվել ինչի համար որովհետև դու հələ այն չես էլի Աստված մեծ է 30 տարիների դրանից առաջ էլ մենք այն չենք հա այն ձեր պատկերացած հզոր երկիր բայց չենք հրաժարվում Դե հիմա Չինաստանը միլիարդ ու 600 է Չինաստանը պետք չէ մի րոպե դե հիմա ամեն ինչ համատան մեջ է բա Թուրքիան բա Ադրբեջանը դրա համար հիմա մեզ պետք է այս շատ խելացի պոլիտիկա է անում էլի մեզ պետք է հանգստանալ հզորանալ Վաղտը կգա ամեն ինչ իր հերթին ամեն ինչ հիմա այսօր պահանջել դնել դեմը բա ինչ ես չի կարելի Պահանջատիրությունը այսօրվա հարց էր եղել եւ այդ ինստիտուտները այսօր չէր կայացել Պահանջատիրությունը կա բայց դա առաջնահերթություն չի որտեվ եթե մենք հիմա շարժվենք պահանջատիրությունով մեզ չեն թողի որ մենք շնչենք չեն թողի որ զարգանանք Դրա համար կա դիվանագիտություն, դրա համար կա տակտիկա։ Ու ես գտնում եմ, որ ինքը շատ չբացեն փակագծերը, ես գտնում եմ ինքը շատ ճիշտ է վերցրել։ Երկիրը հզորացնելու վաղտը կգա ռուսնասմավ սիմուսվայո վրեմը, վաղտը կգա ամեն ինչ է գա, Աստված մեծ է, մեռնեմ Աստծո զորության։ Ես մենակ այդ կարամ ասեմ։ Ես հիմա ես վերադառնալու եմ հետ։ Ես արդեն 7 տարի, դեպետ տարեկան 2-3 անգամ չեմ կարողանում մնամ։ Այնտեղ լավ է բան, լավ չի։ Ամենալավը այս երկիրն է։ Եթե ներսից չխանգարեն, հավատացած եղեք, մեր երկիրը լինելու է ամենալավը, բարգավաճը ու ամենահարուստն ապրել։ Մի քիչ ժամանակ ապետ դիմանալ ապետ, Ժորժ ջան։